անընդհատ այդ հսկայական ապարատը աշխատացնում են, որ մեր ժողովրդի խելքը լվան, որ մեր մարդիկ չհասկանան, թե սա ինչ է։ Մենք մեղրին հանձնեցինք։ Դե գիտեք, շատ տխուր է, որ մեր թշնամի պետության ղեկավարը շատ ավելի ազնիվ է եւ շատ ավելի խելացի է եւ ռացիոնալ է, քան այս խումբը։ Իր ասածը տրամաբանական է։ Նա չի զիջում իր երկրի սուվերենությունը։ Մենք զիջում ենք, բայց ասում ենք, որ դա փոխադարձ է։ Եթե դա փոխադարձ լիներ, Ադրբեջանն էլ մեզ ինչ որ ճանապարհ կտար կամ ինչ որ մասնավոր ընկերություն կբերեր։ Սա կապիտուլյացիա է, ինչպես ես ասել եմ, նոր ձեզ ցիտեցի, քանի աղբյուրներ դրա մասին գրում են։ Հասկանում եք, նրանք մի զենք ունեն, մի շատ կարևոր զենք ունեն Հայաստանում, դա իրենց քարոզչական ապարատն է, որի մի մասը 100 միլիոնավոր դոլարներ է ստանում արտասահմանից, որ անընդհատ քարոզել եւ քարոզել է մեր ժողովրդին համոզել, որ Արցախը հանձնելը ճիշտ էր, որ մեր տարածքը հանձնելը ճիշտ է, որ հիմա մեղրին հանձնելը ճիշտ է, դա հանձնել չի։ Անընդհատ այդ հսկայական ապարատը աշխատացնում են, որ մեր ժողովրդի խելքը լվան, որ մեր մարդիկ չհասկանան, թե սա ինչ է։ Մենք մեղրին հանձնեցինք։